Мы не хотим, чтобы у нас создавался повод гигантский Карабах. Վլադիմիր Պուտինի օգնական մասնագիտությամբ պատմաբան Վլադիմիր Մեդինսկին հարցազրույցում խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին եւ զուգահեռներ անցկացնելով ձևակերպել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կար վիճելի տարածք Ղարաբաղը։ Հարցազրույցին անմիջապես հաջորդել են Բաքվի ջղաձգումները ու թերևս արտգործնախարարությունը հերթական հարմար առիթն է գտել կոշտ արտահայտվելու նախ Պաշտոնյայի, հետո արդեն պաշտոնական Մոսկվայի հասցեին։ Կարծիք են հայտնել, թե Ղարաբաղը իբր բնիկ ադրբեջանական հող է ու այն Ռուսաստանը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։ Նման համեմատությունը տեղին չէ, քանի որ Ադրբեջանը երբեք չի խախտել որևէ երկրի տարածքային ամբողջականությունը եւ չի վարել ագրեսիվ պատերազմ որևէ երկրի դեմ։ 2020 եւ 2023 թվականներին Ադրբեջանը հայրենական պատերազմ եւ հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել իր ինքնիշխան եւ միջազգայինորեն ճանաչված տարածքներում։ Այսինքն պատմաբանան եւ այն ինչ որ ինքը ասել է պատմական տեսանկյունից հիմնականում ճիշտ ասել։ Իհարկե կա մի թերի մաս, որ ինքը ասում է, որ Արցախը վիճելի տարածք է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, նա վիճելի տարածք չէ։ Հայաստանը երբեք չի ասում, որ Արցախը պետք է լինի Հայաստանի մաս կամ Հայաստանի մասը, որ դա վիճելի տարածք է։ Հայաստանը ասում էր, որ եւ Արցախը ասում էր, որ Արցախը ինքնորոշվել է, օգտվելով խորհրդային միության օրենքներից, ասում է, մենք չենք ուզում, որ ստեղծվի այդպիսի իրավիճակ, որ ոչ մեկ չի ճանաչի այդ տարածքները որպես Ռուսաստանի մաս եւ հետո Ուկրաինան օգտվի ճակերտավոր իր իրավունքից, ոնց որ Ադրբեջանը դա արեց եւ նոր պատերազմ սկսի։ Ադրբեջանի արտգործնախարարության զգայուն հայտարարությունից հետո Մոսկվայից Զախարովան կոչ է արել կոնտեքստից չհանել Ղարաբաղի մասին Մեդինսկու խոսքերը եւ դրանց չտալ բոլորովին այլ իմաստ։ Զախարովան նշել է, որ Ղարաբաղի մասին իր մեկնաբանության մեջ Մեդինսկին խոսել է իրավիճակի պատմական ասպեկտի եւ սոցիալ-մշակութային առանձնահատկությունների մասին։ Իհարկե, Մեդինսկու ասացի բովանդակությունը երկար կարելի է քննարկել, բայց այստեղ առանձնահատուկ ուշադրություն է պահանջում ադրբեջանական կողմի արձագանքման սրությունն ու խոսքի ենթատեքստը։ Շատ չի անցել Մոսկվա-Բաքու հարաբերությունների հայտնի սկանդալից։ Դարձյալ Ալիևի հրամանով նորն է ծավալվում։ Իրենց խոսքի մեջ փորձում են նաև նվաստացնել նույն օրինակ Պուտինի օգնական Մեդինսկուն, այսինքն դրել պատմաբան լինելով այդքան ոչ չգիտես Ադրբեջանի ագնին ասում է՝ ի տարբերություն ուրիշներին Ադրբեջանը չի պատերազմել ուրիշների տարածքում, չի խախտել ուրիշների տարածքային ամբողջականությունը եւ այսպեսով մենք չենք հասկանում ինչ է Մեդինսկին նման բան ասել։ Այսինքն հետո մենք հիշենք, որ Ադրբեջանը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, նաև Կրիմը Ուկրաինայի մաս, մենք տեսնում ենք, որ մեկը մեկին պրոյեկտում են։ Ուրեմն ինչու է նորից Մոսկվայի դեմ կտրուկ քայլերի դիմում Ալիևը, քաղաքագետը նախ հիշեցնում է։ Վերջին շրջանում Հայաստան հաճախ են գալիս ու գնում ռուս պաշտոնյաները։ Նրանցից արտգործնախարար Լավրովի այցի ժամանակ հայտնի դարձավ, որ չմատակարարված ռուսական զենքի գումարները այլ ուղղությամբ կտրամադրվեն։ Փորձագետը ասում է, Ալիևի ակնկալիքները չեն արդարանում նաև հատկապես այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցով։ Այստեղ սպասում են Մոսկվայի աջակցությանն ու հովանավորությանը։ Տիգրանուհի Կուրգենյան, ժամը լրատվական։